Տիկին դատախազ, հարցս վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և այնուհետև պատերազմից հետո նրա հանգամանքների տվյալների ուսումնասիրությունից հետո հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողությանը և բաղկացած է երկու մասից։ Առաջինը ակնհայտ է, որ իրապահ մարմինները օրինականության նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնեն ամենուր և ընդմիշտ և մանավանդ, երբ որ երկիրը ներքաշված է պատերազմական գործողությունների մեջ։ Ինչ է արել դատախազությունը, արդյոք դուք ուսումնասիրել եք օրինականության պահպանման ուղղությամբ իրականացված այդ աշխատանքներում, և երկրորդը ակնհայտ է, որ հայրենիքի համար մարտնչում են ոչ միայն բանակները, այլ նաև ամբողջ պետությունը և իշխանության բոլոր թևերը։ Ըստ էության, երբ որ մենք ուսումնասիրում ենք այսօրվա քրեական գործերը կամ տեղեկություններ ունենք, ակնհայտ է, որ քրեական գործերը մեծամասնությամբ հարուցված են միայն բանակի, հատկապես օպերատիվ օղակի սպայական զինծառայողների նկատմամբ, բայց երբ որ երկիրը ներքաշվում է այդպիսի գործողությունների մեջ, նրա պաշտպանության համար խնդիրներ ունեն և օրենսդիրը, խնդիրներ ունի հատկապես և գործադիրը, որը որ պետք է թիկունք կանգնի, թիկունքում լինի բանակի և ապահովի բոլոր գործառույթները արտաքին և ներքին ոլորտում և ակնհայտ է, որ նաև ոչ ադեկվատ գործողությունների Հայաստանի որոշ անձանց ղեկավարության շնորհիվ է, որ Ադրբեջանը հանցագործություն է կատարել և պատերազմի սանձազերծման գործողություններ է իրականացվել։ Երկրորդ հարցը դրանից ելնելով, ուսումնասիրել եք արդյոք, ավարտում եմ, ուսումնասիրել եք արդյոք քրեական գործերի որ տոկոսն է վերաբերում բանակին, զինծառայողներին, որ տոկոսը մնացած ոլորտներին։ Շնորհակալություն, պարոն Օհանյան, մենք առանձին բաժին ունենք զինվորական դատախազության գործունեության վերաբերյալ, դա 82-ից 92 էջերում է զետեղված մեր հաղորդման, քանի որ հասանելի է, ես չեմ ներկայացնի այն տվյալները, որոնք կան, բայց 44-օրյա պատերազմի մասով եթե հետևում եք դատախազության հրապարակումներին, գործը դատարան ուղարկվելիս մենք դրա մասին հրապարակում ենք և նաև գործերի մեծ մասը մի քանի բացառություններով հրապարակային դատաքննության շրջանակներում են իրականացվում և շատ ակտիվ լուսաբանվում են լրատվամիջոցների կողմից ու մենք օրինական ներողություն մեղադրական դատական ակտեր արդեն մի շարք դրվագների հետ կապված և ունենք ավարտական փուլում գտնվող վարույթներ, որոնք վերաբերում են տարբեր պաշտոններ զբաղեցնող զինվորական ծառայողների կողմից կամ անփութությամբ կամ դիտավորությամբ կատարված արարքներին։ Այս առումով ենթադրում եմ օրինականության վերաբերյալ ձեր հարցը վերաբերում է, թե ինչպես է իրականացվում, հետևել ձևաչափով։ Միջդատական վարույթի նկատմամբ օրինականության հսկողության շրջանակներում դատախազը, եթե ապացույցների ծավալը բավարար է համարում գործը դատարան ուղարկելու համար, մեղադրական եզրակացությամբ ուղարկում ենք դատարան։ Մենք այստեղ շատ ուշադիր ենք, որպեսզի զգայուն տեղեկատվություն չհրապարակվի, հաշվի առնելով ոչ միայն վարույթի շահը, քրեական գործի շահը, այլև մեր անվտանգային հարցերը և հրապարակում ենք այն դեպքերում, երբ դա կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ հետագայում նմանատիպ արարքները բացառելու համար։ Թվային, քանի որ ցուցանիշ եք ուզում, հասկանալի պատճառով չեմ կարող ձեզ տոկոսային հարաբերություն ասել, որտեղ այս պահին չեմ կարող գումարել հանել, բայց ձեզ գրավոր կուղարկենք, թե զինվորական հանցագործությունները մեր ընդհանուր հանցավորության մեջ ինչ թիվ են կազմում։ Ենթադրում եմ ձեզ մոտ տպավորություն է, որ բացառապես զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերն են ավարտում, բայց ես ենթադրում եմ դա ձեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակով պայմանավորված, թվերը կհանենք ձեզ կուղարկենք, բայց դրանք այնպես չի, որ կենտրոնացումը բացառապես բանակի վրա է։ Ընդհակառակը մեր կենտրոնացումը բանակը տարբեր ոտնձգություններից զերծ պահելու վրա է և բանակում տարբեր հանցագործությունների կանխարգելման վրա է ու դա է պատճառը, որ ես պարբերաբար գնալու եմ սպայական կազմի հետ հանդիպման ու պարզ քննարկման ձևաչափով փորձելու եմ հասկանալ, թե ինչն է պատճառը այդ ոչ կանոնադրային հարաբերությունների, որ կա բանակում։ Ինձ համար
գոնե քրեական վարույթների շրջանակում ակնհայտ է, որ հրամանի կատարման, հրամանի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի առումով մենք ունենք խնդիր, եւ դա հետևանք է զինվորական առաջնորդության եւ տարբեր ենթամշակութային մոտեցումների բախման։ Արձագանք։ Տիկին դատախազ, ըստ էության դուք իմ տված հարցերին խորությամբ չպատասխանեցիք, որովհետև իմ հարցը հետևյալն էր. ինչ է արել դատախազությունը պատերազմի ժամանակ։ Սա կարճ հարց էր, որովհետև ես առնչվել եմ դատախազների հետ, որ ասում են, որ ջոկատ են կազմել, գնացել, չգիտեմ, 200-300 մետր դիրք են պահել, բայց եթե իրենք իրենց գործառույթները կատարեին եւ օրինականության պահպանման, նույնիսկ ասենք փախուստի դեմ պայքար մղեին, իրենք կարող էին, ասենք 10-20 կիլոմետր տարածքի օրինականությունն ապահովել։ Եվ երկրորդը, եթե դուք թվեր չեք ուզում ասել, բայց գոնե ձեր մեջ պետք է իմանաք, որ պատերազմում են պետությունները եւ պատերազմի ժամանակ հավասարաչափ պատասխան պետք է տան եւ օրենսդիրի, եւ գործադիրի, եւ նաեւ դատական համակարգի այն անձնավորությունները, որոնք այդ ուղղությամբ համապատասխան պարտականություններ ունեն։ Օրինակ խոսում ենք զինվորականների մասին, ավարտում եմ, պարոն Ռուբինյան, ներողություն։ Օրինակ նույն պաշտպանության բանակը 283 կիլոմետրից 265 կիլոմետրը պահել է, հա, բայց պետությունը ոչ մի բան չի արել այն մխրճված հատվածը, այդ ճեղքված հատվածը փակելու համար։ Իմ ասածը ես ուզում եմ ասել նրա համար, որ ապացուցվի, որ պետությունն է մարտնչում, բայց նորից դուք ասացիք հրամանների կատարում եւ այլն։ Եվ եթե չունեք, ուսումնասիրեք ոչ միայն բանակի, այլ մնացած ոլորտների պատասխանատուների բանը, պատասխանատվության խնդիրը պատերազմի ժամանակ։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, ես ենթադրում եմ ձեզ մոտ շփոթ է առաջացնում ռազմական ոստիկանության գործառույթների եւ դատախազության գործառույթների տարանջատումը։ Դատախազությունը միջդատական վարույթի օրինականության նկատմամբ է հսկողություն իրականացնում։ Ձեր կողմից նշված մյուս բոլոր գործողությունները դրանք դատախազական լիազորություններից չեն բխում եւ այս առումով օրինականության պահպանման նկատմամբ դատախազությունը միջդատական վարույթի նկատմամբ քրեական գործերն է հսկում։ Կխնդրեմ այս առումով հետագայում ուղղակի նայել, որպեսզի ձեզ մոտ էլ շփոթ չառաջացնի եւ չթվա, թե այն նույն ռազմական ոստիկանությանը վերաբերելի գործառույթը, որի մասին նշեցիք, դատախազությունը պիտի իրականացնի։ Մենք քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք ենք ներկայացնում դատարան, մինչ այդ հաստատում ենք մեղադրական եզրակացությունը։ Եվ ես բնավ չեմ ուզում չներկայացնել, ես ասացի, որ ես հիմա չեմ կարող ուղղակի բացել ու սկսել հաշվել, որպեսզի ձեզ պատասխանեմ, բայց գրավոր ձեզ կպատասխանենք ընդհանուր հանցավորության մեջ, ոչ միայն 44 օրյայի, այլև ընդհանրապես զինվորական ոլորտում կատարված հանցագործությունները ինչ թիվ են կազմում, 1 վայրկյան եթե կարելի է, եւ ես ձեր հարցը հասկացել եմ ու պատասխանում եմ դատախազական լիազորության շրջանակներում ու ուզում եմ, որ դուք էլ ինձ հարց ուղղելիս իմանաք, թե մենք ինչ գործառույթ ունենք։ Մենք ռազմական ոստիկանություն չենք, ինձ լավ գիտեք դա։ Չէ, օրինակ բերեցիք, ասում եք, որպեսի փախուստը կանխի եւ այլն։ Ջոկատ է կազմել, նոր ասացիք։ Այո, իսկ նախաքննության շրջանակն Հարգելի գործընկերներ, խնդրում եմ երկխոսության մեջ չմտնել։